Ներողություն մի հատ հարց տամ էլի այդ ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին հանձնելու fake նորությունը, fake լուրը, որ երկրի հատուկ ծառայությունները եւ ինչքան գումար կծախսեին, որ Հայաստանի Հանրապետության ներսում այս տարածումը ստանար։ Լավ հասկացանք, ասենք Վազգեն Գալստանյանին գուցե օթում կախված բան եմ ասում եւ կասկած է սա իբրև, գուցե օրինակ որևէ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, պարոն մայորը կամ չգիտեմ, պարոն փոխգնդապետը կամ մեկ այլ կոչում կրող անձնավորություն գուցե նրան այդ սուտ տեղեկատվությունը մատուցել է։ Ինչպես որ հիմա ինքը հայտարարում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինքը շփվում է եւ այդ աշխարհաքաղաքական կենտրոնները իրեն ինչ տվյալներ եւ ինֆորմացիա են տալիս։ Որ Հայաստանը պիտի դառնա դժոխք։ Հա, հասկացանք, լավ խափել են, ժողովրդի լեզվով ասած այդ սուտը նրա գրպանն են գցել։ Ի վերջո պարզվեց, որ դա սուտ է։ Ես ինքս ոսկեպարի եկեղեցի ամիսներ առաջ եմ այցելել, մոմ եմ վառել, խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին եւս այցելել եկեղեցի։ Կարող էր չէ կանգնել եւ հայտարարել, որ ժողովուրդ ջան, կներեք, սխալվել եմ։ Ախր այդ ներողություն բառը բան չի էլի, ասենք դուք գողական եք եթում, դուք չգիտեմ այլ ենթամշակույթով կամ մշակույթով եք ապրում, չեմ հասկանում։ Ընդունեք ձեր սխալն, ասեք ժողովուրդ ջան, սխալվել ենք, ներողություն։